Խելքի բլից։ Բարև, մտքի ռինգում այսօր հանդիպելու են երկու մրցակից մեկ նպատակով, ապացուցելու, որ արագ կողմնորոշումն ու զուր հիշողությունը որոշում է խաղի հաղթական ելքը։ Սկսում ենք խելքի բլիցը, ծանոթանանք մեր մասնակիցների հետ։ Վարդան Հովսեփյան, 40 տարեկան, մասնագիտությունները շատ են, արևելագետ, լրագրող, խմբագիր, սցենարիստ եւ ամենակարևորը թույլ օղակ հաղորդման հարցերի հեղինակ։ Ասում է կախվածություն ունի հետաքրքիր մարդկանցից։ Վարդան, ովքեր են քեզ համար համարվում հետաքրքիր մարդիկ։ Առաջին հերթին այն մարդիկ, որոնցից ես կարող եմ որևէ բան սովորել։ Տեսնենք այսօր կգտնես մեր տաղավարում հետաքրքիր մարդկանց։ Վարդան, եւ գիտեմ, որ դու բազմաթիվ ինտելեկտուալ խաղերի ես մասնակցել, կթվես մի քանիսը։ Ինչ որտեղ երբ ակումբային մակարդակով թույլ օղակ, brain ring, ընդհանրապես որևէ հեռուստատեսային եւ ոչ հեռուստատեսային, որոնք գոյություն ունեն, բոլորին մասնակցել եմ, բայց հետաքրքիր է, որ ռադիոյով առաջին անգամ մասնակցում, մի փոքր տարօրինակ զգացումներ են դեռ։ Մեզ ծանր խաղ է սպասվում, Հրանտի համար կարծում եմ։ Ծանոթանանք մյուս մասնակցի հետ։ Հրանտ Աբաջյան, 28 տարեկան, մասնագիտությամբ միջազգայնագետ, աշխատում է որպես միջադեպերի եւ խնդիրների կառավարման բաժնի ղեկավար։ Հետաքրքիր փաստ Հրանտի կյանքից։ Չինացի երաժիշտներին կարողացել է սովորեցնել նվագել Կոմիտասի կաքավիկը։ Հրանտ, պատմիր մեզ այս մասին։ Տարիներ առաջ համալսարանում, երբ մենք տարբեր լեզուներ ենք սովորում որպես միջազգայնագետ, իմ խումբը հենց չինարենի խումբն էր ու մեր դասախոսները չինացիներին ու ունենում ենք նաև հյուրեր չինացի, դեսպանատının հետ համագործակցելով տարբեր մշակութային միջոցառումների շրջանակներում իրենց հետ նաև հայ-չինական մշակույթը զարգացնելու համար երաժշտական կատարումներ ենք։ Դու ունես նաև երաժշտական կրթություն։ Այո։ Օ։ Նվագում եմ գիտար եւ փողային գործիքներ։ Ցանկանում եի դառնալ դիվանագետ, բայց կյանքը նվագող դիվանագետ։ Այո։ Կարծում եմ կարող ենք անդրադառնալ խաղի կանոններին։ Մենք ունենալու ենք 3 փուլ։ Առաջին փուլը սկսելու համար նախ պետք է հնչեցնեմ 1 տրամաբանական հարց, եւ ով առաջինը պատասխանի հարցին, նա էլ կարող է ընտրել առաջին փուլի ոլորտը։ Յուրաքանչյուր փուլում ունենալու ենք 10 հարց եւ ճիշտ պատասխանը ասելու համար պետք է սեղմեք այդ կապույտ կոճակը։ Ստանալու եք յուրաքանչյուր հարցի համար 1 միավոր։ Պատրաստ եք հնչեցնեմ տրամաբանական հարցը։ Որ քաղաքում են թաքնված տղամարդու անունն ու լույսի ուղղությունը։ Ժամանակ։ Հուշում չկա։ Շատ պարզ պատասխան է ենթադրում այս հարցը եւ խաղի կանոնների շրջանակում։ 5-ից սկսեմ հետ հաշվարկը։ Սկսեք։ Դուք մտածեք 5 4 3 2 1 Չունենք պատասխան։ Չունենք։ Վլադիվոստոկ։ Օ։ Այո, այդ դա էր հարցի պատասխանը, բայց քանի որ ձեզանից չստացանք ճիշտ պատասխան, ես առաջարկում եմ ավանդական մեթոդը ընտրենք, չինգաչունգ։ 1-ից։ Այո։ Ով է հաղթել։ Ես։ Դու։ Հրանտ, պատրաստվիր, զինվիր։ Ինչ ոլորտ ենք ընտրում։ Շատ հետաքրքիր են ձեր առաջարկած ոլորտները, բայց եկեք սկսենք կղզիներից։ Օ, կղզիներ, շատ ես ճամփորդում։ Որքան հնարավոր է։ Կղզիներ ունես։ Կղզիներ ուզում եմ ունենալ։ Մեկը գոնե։ Հասկացա, իսկ դու Հրանտ։ Ես չեմ ուզում ունենալ, չունեմ, պետք է Ոչ եմ ուզում ճամփորդել։ Ուշադրություն, սկսում ենք առաջին փուլը, ոլորտն ընտրված է կղզիներ։ Ուշադրություն։ Որն է աշխարհի ամենամեծ կղզին։ Գրենլանդիա։ Ճիշտ է։ Քանի հիմնական կղզուց է բաղկացած Ճապոնիան։ Վարդան։ Հոկայդո, Հոնսյու, Սիկոկու, Կյուսյու 4։ Օ, բրավո, ճիշտ է։ Հրանտ, խնդրում եմ ակտիվացիր։ 4-ը գիտեի, բայց անունները չէ։ Դե բա պատասխան էր, մեզ 4 թիվներ պետք։ Ուշադրություն։ Որն է Կարիբյան ծովում գտնվող ամենամեծ կղզին։ Վարդան։ Կուբա։ Ճիշտ է։ Բրավո։ Աշխարհում մեծությամբ որերորդ տեղում է Մադագասկար կղզին։ Հրանտ։ Երկրորդ։ Ոչ, ունես պատասխան Վարդան։ 4-րդ։ Ճիշտ է։ Որն է Հունաստանի ամենամեծ կղզին։ Վարդան։ Ռոդոս։ Ոչ, ունես պատասխան Հրանտ։ Չէ։ Շատ սիրուն կղզի է իրականում Կրետ է։ Ա,
Լավ։ Ուշադրություն, արագությունը պետք է ակտիվացնել եւ շատացնել։ Որ ծովի կենտրոնական հատվածում է Մալթան։ Վարդան։ Միջերկրական։ Ճիշտ է։ Որ երկրի մաս է կազմում Բալի կղզին։ Վարդան։ Ինդոնեզիա։ Ճիշտ է, գիտեիր Ինդոնեզիան։ Այո։ Դեպից պետք է արագացնել։ Որ օվկիանոսի հյուսիսում են գտնվում Հավայյան կղզիները։ Վարդան։ Խաղաղ։ Ճիշտ է։ Որ երկրի կազմում են Կանարյան կղզիները։ Վարդան։ Հրանտ։ Կանարյան։ Այո։ Դանիա։ Ոչ։ Հրանտ։ Որ երկրի կազմում Այո։ չէ։ Եվրոպական տարածքում է, հուշում եմ։ Հա, Իսպանիա։ Այո, ճիշտ է։ Դες մի քիչ օգնենք էլի մեր հրանտին։ Վերջին հարցը։ Ինդոնեզիայի որ կղզում է գտնվում մայրաքաղաք Ջակարտան։ Վարդան։ Կալիմանտան։ Ոչ։ Հրանտ ունես պատասխան։ 4 տարից բաղկացած կղզի է։ Չէ։ Կարող եմ ես ասել հետո։ Կարող ես ասել, բայց չենք հաշվի։ Ճավա։ Այո, ճիշտ է, բայց ցավոք չենք կարող հաշվել։ Ամփոփում ենք առաջին փուլը եւ ուզում եմ լսել ձեր տպավորությունների մասին։ Ես Հրանտ։ կղզիներից շատ հեղում եմ, բայց ինչ որ բաներ, հա, Մենք հասկացանք, որ Վարդան իսկապես շատ է ուզում ունենալ կղզիներ, ճամփորդել ու տեսնել բոլոր կղզիները, որովհետեւ արդեն բոլորի մասին գիտեր։ Ես որ ունենամ բարձակալությամբ կտամ։ Համաձայն, բայց այս ժանը։ Դա կքննարկենք հետո, եւ դու Վարդան սպասում ես, որ այսպեսի խելահեղ խաղես ցուցաբերելու։ Վաղուց արագության տակ խաղերի չեմ մասնակցել, բայց զգացողությունները միշտ նույնն են, ոնց որ առաջին անգամ խաղաս ու խաղալ ընդհանրապես իմ կյանքի մեծագույն հաճույքն է։ Կապ չունի, նարդի եմ խաղում, թե ինտելեկտուալ խաղեր, կարևորը խաղալն է։ Իսկ այնտեղ մի քանի հարցերի պատասխան չիմացար հետո, բայց արդեն կռահեցիր։ Տարբերակներ ունեիր մտքումդ։ Չէ, այստեղ քանի որ գլխավորը արագությունն է, ասենք, եթե ես 1-2 րոպե մտածելու, 2 րոպե չէ, լավ 10 վայրկյան ավել մտածեի, ճիշտ պատասխանը կտայի, բայց արագության տակ խաղալը միշտ ռիսկի գործոն է ենթադրում, այնպես որ պետք է գնաս ռիսկի 10 պատասխանը եւ նաեւ սխալվես իհարկե։ Բայց ամեն դեպքում հրաշալի խաղ ունեցանք, առաջարկում եմ ամփոփենք առաջին փուլի արդյունքները, դե վստահաբար Վարդանն առաջատար է, բայց լսենք թե քանի միավոր ունեք դուք։ Վարդանը վաստակել է 7 միավոր եւ Հրանտը 1 միավոր, խնդրում եմ երկրորդ փուլում պետք է ակտիվանաս։ Շատ լավ։ Բացատրեմ երկրորդ փուլի կանոնները, այս անգամ ոլորտն ընտրում է առաջատար միավորներ ունեցող մասնակիցը, իհարկե Վարդանը, եւ խաղում ենք նույն սկզբունքով 10 հարց, յուրաքանչյուր հարցի համար 1 միավոր։ Լավ։ Որ ոլորտն ես ընտրում Վարդան։ Քանի որ ջրերից ենք սկսել, եկեք գետերն ու լճերով շարունակենք։ Մենք այսօր ամբողջ խաղի ընթացքում ճամփորդելու ենք կղզիներից կղզիներ, երկրե երկիր, լճերից լճեր։ Ընտրում ենք լճերը, գետեր եւ լճեր։ Գնացինք։ Սկսում ենք երկրորդ փուլը, ոլորտն ընտրված է գետեր եւ լճեր։ Որն է աշխարհի ամենաերկար գետը։ Վարդան։ Նեղոս։ Ճիշտ է։ Որ գետն է հոսում Փարիզի միջով։ Վարդան։ Սենա։ Ճիշտ է։ Որն է աշխարհի ամենախորը լիճը։ Հրանտն է սեղմել առաջինը։ Բայկալ։ Ճիշտ է։ Որն է աշխարհի ամենախորը գետը։ Հրանտ։ Գետը։ Այո։ Գետեր եւ լճեր հիշի։ Չունենք պատասխան։ Չէ։ Վարդան։ Ես տարբերակ ասեմ, վստահ չեմ Ամազոն։ Ոչ։ Կոնգո։ Վաու, լավ, կիմանանք։ Որն է Աֆրիկայի ամենամեծ լիճը։ Վարդան։ Ամենամեծ լիճը Տանգանիկա։ Ոչ։ Ունես պատասխան։ Աֆրիկայից չէ։ Վիկտորիա։ Վիկտորիան։ Որ գետն է անցնում Լոնդոնի միջով։ Վարդան։ Թեմզա։ Վարդաններ չէ սեղմել առաջինը։ Այո, Թեմզա։ Որն է աշխարհի ամենաաղի լիճը։ Հրանտ։ Ուրմիա։ Ոչ։ Եկեք էլի տարբերակ ասենք, Մերիալ ծովը։ Ճիշտ է։ Բրավո։ Որն է աշխարհի ամենամեծ լիճը։ Վարդան։ Ամենամեծ լիճը Կասպից ծովն է։ Այո, ճիշտ է։ Որ երկրի տարածքում է գտնվում Միսիսիպի գետը։ Դե ԱՄՆ-ն է։ Այո։ Եվ վերջինը, որ գետն է հոսում Թբիլիսի միջով։ Վարդան։ Կուր կամ կուրա։ Ճիշտ է, բրավո։ Ինչպես միշտ է Վարդանը իհարկե իր ինտելեկտուալ խաղերին մասնակցելու մեծ բազով կրկին առաջատար է տպավորությունները։ Այս փուլում մի քիչ ակտիվացավ ոնց որ, բայց արագությունների պակասում է։ Այո, արագությունը դու պետք է արագ սեղմես, որովհետև բավականին հարցերի պատասխան փաստորեն գիտես։ Ես վստահ եմ
մրցակիցը շատ մեծ բազա ունի, ուղղակի արագության խնդիրն է։ Ես առաջարկում եմ իմ վարձակալին իմ հետ տանել ինտելեկտուալ խաղերի միասին խաղանք։ Եթե ինքը համաձայնի։ Հետո առաջարկելու ես, որ այդ կղզու համար գումար չտաս։ Դե դրանից եմ Հետո զերծ կան։ Հասկացա, երբից է գալիս։ Շատ խորամանկ մրցակից ունես, այո, ինձ խոսք։ Ամփոփենք երկրորդ փուլի արդյունքները։ Կրկին 7 միավոր վաստակում է Վարդանը եւ 1 միավոր Հրանտը։ Մենք այսօր 7-ի եւ 1-ի միջև ենք խաղում, այնպես որ տեսնենք երրորդ փուլում ինչ կլինի։ Մենք ենք չէ՞ ընտրել։ Այո, բացատրեմ երրորդ փուլի կանոնները, այստեղ արդեն ես բացատրեմ էլի ամեն դեպքում։ Այստեղ արդեն յուրաքանչյուրը խաղալու եք անհատական եւ միմյանց համար ընտրելու եք ոլորտ, տեսնենք թե որ ոլորտը կընտրի քեզ համար Վարդանը։ Հրանտ։ Դու կոնցերտով որ կա ասա։ Արդեն ընկերական միջավայրում ենք խաղում, դա լավ է։ Գինը իջացնում եմ կղզիների։ Հասկացա, Ես ընտրում եմ Հրանտի համար հայերով թեման։ Ահա։ Հրաշալի թեմա, իսկ դու Հրանտ։ Ես կընտրեմ աշխարհի ֆուտբոլ։ Շատ լավ։ Դե ինչ մեզ մնում է սկսել երրորդ փուլը, խաղը սկսում ենք Հրանտի հետ։ Հայերով գնացինք։ Որ աշխարհահռչակ խմբի արտիստն է Սերժ Թանկյանը։ System of a Down։ Ճիշտ է։ Ով է Միլանի Ինտերի հայ կիսապաշտպանը։ Ճիշտ է։ Ով էր այն մեծահարուստ հայը, որ երկրորդ համաշխարհայինի տարիներին օդային վտանգավոր թռիչքներ էր իրականացնում։ Միկոյան։ Ոչ։ Քրք Քրքորյան։ Որ ամերիկահայ գրողի հետ էր վիճաբանության մեջ Էրնեստ Հեմինգուեյը։ Վիլյամ Սարոյան։ Ճիշտ է։ Որ ամերիկահայ գործարարն է գնել Չելսի կանանց ֆուտբոլային ակումբի 10% բաժնեմասը։ Նա Հայաստան էր եկել տարիներ առաջ իդեպ։ Ալեքսիս Օհանյան։ Ով է Սպարտակ բալետի կոմպոզիտորը։ Արամ Խաչատրյան։ Ճիշտ է։ Որ հայտնի ամերիկահայ դերասանուհին է մարմնավորել Անիի կերպարը կորած մոլորված է Հայաստանում ֆիլմում։ Հիշում եմ, բայց անունը Անժելա Այո, ազգանունը։ Ստարով է սկսվում։ Սարաֆյան, այո, եկեք համարենք ճիշտ, որովհետև իսկապես հիշում էիր։ Քանի երեխա ունի Քիմ Քարդաշյանը։ Պետք է հաշվի։ Շատ չեն, բայց նենց։ 3 կամ 4, չեմ հիշում։ Պատասխանը որն է վերջնական։ 4։ Այո, 4։ Ընդունում ենք, այսօր շատ բարի եմ ես իդեպ։ Ինչ է աշխարհահռչակ երգչուհի եւ դերասանուհի Շերի հայկական ազգանունը։ Մանուկյան, ոչ, Սարգսյան։ Ով է Իմ սիրտը լեռներում է ֆիլմի երաժշտության հեղինակը։ Պատասխան։ Չունեմ։ Արնո Բաբաջանյան։ Ամեն դեպքում շնորհավորում եմ քեզ Հրանտ, որովհետև երրորդ փուլը քեզ համար կարծում եմ ավելի լավ ու դրական փուլ էր, որովհետև շատ ակտիվ էիր եւ բազմաթիվ հարցերի պատասխան գիտեիր։ Գոհ ես քեզնից։ Այո, այս փուլից այո։ Իսկ որ հարցի պատասխանն էր, որ գիտեիր, բայց այդ պահին չմտաբերեցիր։ Շերլին Սարգսյանը գիտեի, բայց ուրիշ բան եկավ մտքիս։ Մանուկյան։ Շատ լավ։ Սկսում ենք արդեն խաղը մեր մյուս մասնակցի Վարդանի հետ։ Հրանտ դու իր համար ընտրել էիր աշխարհի ֆուտբոլ։ Ֆուտբոլային թեմաներից լավ ես, հա, Վարդան։ Ժամանակին մեծ երկրպագու եմ եղել, ուղղակի վերջին տարիներին ֆուտբոլի գլոբալ փոփոխությունները չեմ ընդունում ու վերջին իրադարձություններին չեմ հետևում, բայց ֆուտբոլը համարում եմ մարդկության ստեղծած ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը։ Հրաշալի է։ Մեզ մնում է սկսել երրորդ փուլը Վարդանի հետ։ Ուշադրություն։ Որ աշխարհի առաջնության ժամանակ Դիեգո Մարադոնան կատարեց իր հայտնի Աստծո ձեռքը գոլը։ Տեղում ունեցածը թե որերորդը։ Կոնկրետ որտեղ էր եղել։ Մեծ Բրիտանիա, Անգլիայում տեղի ունեցավ։ Ոչ։ Մեքսիկա։ Լավ։ Այո, Մեքսիկան էր ճիշտ պատասխանը։ Որ երկիրն է միակը, ով մասնակցել է աշխարհի բոլոր առաջնություններին։ Ճիշտ է։ Որ խաղացողն է համարվում ամենաերիտասարդ գոլահարը աշխարհի առաջնության պատմության մեջ։ Յամալ։ Ոչ, Պելե։ Որ թիմի կազմում է Լիոնել Մեսին հաղթել Չեմպիոնների լիգան 4 անգամ։ Բարսելոնա։ Ճիշտ է։ Որ աշխարհի առաջնությունում Քրիշտիանո Ռոնալդոն խփեց իր առաջին գոլը մունդիալում։ Կրկին երկիրը։ Այո, ճիշտ է։ Որ երկրի հավաքականն է հաղթել ամենաշատ աշխարհի առաջնությունները։ Կրկին Բրազիլիա։ Ճիշտ է։ Ինչպես է կոչվում համակարգը, որը ֆուտբոլում թույլ է տալիս դիտարկել 4 տեսակի վիճելի պահ։ Վար։ Ճիշտ է։ Ովքեր են հորինել ֆուտբոլը մեր թվարկությունից առաջ 476 թվականին։ Ինկերը։ Ոչ։ Մայաները։ Չինացիները։ Վաու։ Ով է բոլոր ժամանակների ամենաշատ գոլերի հեղինակը։
Բրազիլացի էր, Արտուրո, չգիտեմ ինչ, Շատ հայտնի ֆուտբոլիստ է նա իրականում։ Պելե։ Ոչ, Ռոնալդո։ Քանի տարին մեկ է անցկացվում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Չորս։ Այո, ճիշտ է։ Ամփոփում ենք քեզ հետ խաղը, գոհես քեզնից Վարդան։ Ավելի լավ կարող էի պատասխանել, բայց Փաստորեն հասկացանք, որ ֆուտբոլից այդքան էլ լավ չէ, ինչպես չէ։ կղզիներից ու գետերից ու Չէ, լճերից։ ֆուտբոլից ժամանակին եմ լավ եղել, հիմա Բայց էլի ված չէր։ նորմալ։ Ամփոփենք երրորդ փուլը նաև։ Վարդանը վաստակում է 7 միավոր եւ Հրանտը վաստակում է 6 միավոր։ Բրավո Հրանտ, վերջապես մի փոքր առաջ եկար եւ կարողացար 6 միավոր վաստակել այս փուլում։ Ամփոփում ենք մեր խաղը, ձեր ընդհանուր տպավորություններն եմ ուզում լսել։ Վարդան։ Շատ Վարդանը, քանի որ շատ փորձ ունի արդեն ինտելեկտուալ խաղերին մասնակցելու, ինձ թվում է իր տպավորությունները պետք է որ ավելի այսպես համեմատությունների մեջ է երևի դիտարկում, չէ՞։ Այն որ ասում եմ, որ մի հատ էլ կանչեք էլի կգամ, ինչ շատ դուր եկավ, հարցերը շատ հետաքրքիր էին, շատ ուրախ եմ, որ Հրանտի հետ ծանոթացա, ձեզ հետ ծանոթացա, առաջարկնել կղզիների եւ խաղերին մասնակցելու ուժի մեջ է։ Ընտիր, հրաշալի, իսկ դու Հրանտ։ Նույն դրական տպավորություններով եւս շատ ուրախ եմ Վարդանի ծանոթանալու համար ու հույսով, որ իրոք կղզիները կլինեն իրականություն։ Իսկ վախենալու էր քեզ համար։ Չէ, վախենալու չէր, բայց Վարդանի փորձը հաշվի առնելով կարծում եմ վատ խաղ չէր։ Իհարկե, շատ լավ խաղ էր։ Առաջարկում եմ մենք արդեն իմանանք մեր բոլոր փուլերի ընդհանուր արդյունքները եւ տեսնենք թե ով է այսօր հաղթում Խելքի բլիցում։ Վարդանը վաստակում է 21 միավոր եւ Հրանտը 8 միավոր։ Տրամաբանական է, որ այսօր մեր խաղում հաղթում է Վարդանը, իսկ մենք մեր հաղթողներին չենք կարող առանց նվերի թողնել։ Վարդան ստանում ես բուկինիստի կողմից նվեր քարտ, կարող ես գնալ ու քեզ համար քո սիրելի գրքերը գնել։ Շնորհակալություն։ Հրանտ, չնեղվես։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ ձեզ եւ սիրելի դիտողներ, նաեւ ձեզ եմ շնորհակալ, դե ինչ սա խաղ էր, որտեղ արագության համար ոչ թե տուգանվում են, այլ հաղթում։ Կարևոր է հասկանալ ինչպես եւ որտեղ օգտագործել այն։ Կհանդիպենք։ Խելքի բլից, գիտենք որ գիտես, մնում է հասցնես։